Բարի լույս հարգելի հետևորդներ, ABC լուրերի հերթական հատուկ թողարկումն է, մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք Էջմիածնի տաղավարից, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, այսօր օրվա ընթացքում կլինեն հատուկ թողարկումներ, ուղիղ միացումներ, հարցազրույցներ, ինչպես թեկնածուների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի հետ։ Արդեն 1 ժամ է, ինչ էջմիածինցիները ընտրում են համայնքի նոր ղեկավարին։ 3-10 ժամ տևած քննարկումներից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է չզրկել դիտորդության իրավունքից Հայաքվե, իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի և պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն առաքելություններին, հայտնել է անկախ դիտորդ նախաձեռնության ծրագրերի ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Իսկ դիտորդական իրավունքից չզրկված պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը արդեն հայտնել է, որ դիտորդները վաղաշաբաթի մի շարք ընտրատեղամասերում արդեն իսկ արձանագրել են կահավորման և գաղտնի քվեարկության ապահովման բազմաթիվ խախտումներ։ Իսկ քիչ առաջ մամուլում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր ոստիկաններ Գյումրիից շտապում վաղաշաբաթ։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում գործում է 47 ընտրատեղամաս, իսկ քվեարկելու իրավունք ունի 70,022 բնակիչ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում են 8 քաղաքական ուժեր։ Հաղթանակ դաշինքը, որը միավորում է առաջ և հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, համահայկական ճակատ կուսակցությունը, հանրապետություն կուսակցությունը, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, ազատ դեմոկրատներ կուսակցությունը, ժառանգություն կուսակցությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հայրենիք կուսակցությունը։ Իսկ ովքեր են այս ուժերի առաջին համարները, ովքեր են պայքարում վաղաշաբաթի քաղաքապետի աթոռի համար, դիտենք տեսանյութը։ Քաղաքական 8 ուժ պայքարում է վաղաշաբաթի համայնքապետի աթոռի համար։ Առաջին համարը գլխավորում է հաղթանակ դաշինքը, թեկնածուն Սևակ Խաչատրյանն է։ Խաչատրյանն Էջմիածին քաղաքում է ծնվել, 37 տարեկան է։ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ է եղել, այնուհետև ՀՀԿ խորհրդի անդամ դարձել։ Վաղաշաբաթի ընտրությանն իր թեկնածությունն առաջադրել են առաջ և հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության դաշինքը։ Երկրորդ համարը համահայկական ճակատ կուսակցությունն է, թեկնածուն Արտյոմ Սիմոնյանը։ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդը պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։ Կուսակցության թեկնածու Արտյոմ Սիմոնյանը 42 տարեկան է, ինչպես Սիմոնյանն է նշում հարցազրույցներում, բացարձակ հաղթանակի է ձգտում։ Այդ ձգտումն ունի նաև Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը, նա ցուցակի 3-րդ համարն է։ Հարությունյանն Էջմիածնում է ծնվել, սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, չի աշխատում։ Առաջադրող կուսակցության նախագահ Նարամ Սարգսյանն է, այս ուժը պատրաստ է համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, եթե ՔՊ-ն ձեռք մեկնի սեղմելու։ 4-րդ համարի թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, նրա թեկնածությունն առաջադրել է Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը։ Գրիշա Հարությունյանը վաղաշաբաթ քաղաքում է ծնվել, նա Դողս մարկետ ՍՊ-ի տնօրենն է։ Հարությունյանը հայտարարել է 8 անշարժ կույք, դրանցից 2-ը բնակարան է, 3-ը թողամաս, որոնցից 2-ը սեփական, 1-ն ընդհանուր համատեղ սեփականություն։ Հարությունյանին է պատկանում նաև 1 սեփական պահեստ։ Ուժը բացառել է համագործակցությունը իշխող ուժի հետ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից։ Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածու Վահրամ Ազատյանն է, նա ևս վաղաշաբաթ քաղաքում է ծնվել։ Խաչատուր Քոքոբելյանի կուսակցությունից առաջադրված թեկնածուն Ավա Գրանիտ ՓԲԸ-ի կառուցապատող ընկերության աշխատակից է։ Ազատյանը 5-րդ համարի տակ է հանդես գալիս։ Նա հայտարարել է սեփական 1 բնակելի տուն և սեփական մարդատար 1 մեքենա։ Վաղաշաբաթի ղեկավարի ընտրության 6-րդ համարը Ժառանգություն կուսակցությունն է, թեկնածուն Արկադի Փայտյանը։ Նա փոխգնդապետ է, ծնվել է զինվորականի ընտանիքում։ Հայրը, մայրը, եղբայրը, կինն ու եղբոր-կինը ևս զինվորականներ են եղել։ Թեկնածուն հանդես գալով Ժառանգություն կուսակցությունից իր թիմում ներառել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնի Գրիգորյանին։ Հիշեցնենք, կուսակցության ղեկավարը Ռաֆի Հովհաննիսյանն է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն է Արցախի հերոս Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանը։
Նա Արագած գյուղում է ծնվել, 39 տարեկան է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դեկտեմբերին ընտրվել է ազգային ժողովի падգամավոր իշխող ուժի կուսակցությունից։ 1 տարի անց վայր է դրել մանդատն ու նշանակվել Արմավիրի մարզպետի տեղակալ։ Արդեն 2024-ին նա էր մարզպետը։ 2025 թվականի հուլիսի 15-ից Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է թիմակից Դիանա Գասպարյանի վերաբերյալ սկանդալային դեպքերից ու հրաժարականից հետո։ Մեխակյանը հանդես է գալիս 7-րդ համարի ներքո։ Քաղաքական վերջին ուժը, որը հանդես է գալիս 8-րդ համարով, Հայրենիք կուսակցությունն է։ Թեկնածուն բանաստեղծ պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանն է։ Նա թեկնածուներից ամենաավագն է, 61 տարեկան։ Էջմիածին քաղաքում է ծնվել, եղել է քաղաքապետարանի մշակույթ միացյալ տնօրենության գլխավոր տնօրեն։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Թեկնածուն Բարձուն Քմերն է, տղերքը չկան բանաստեղծության հեղինակն է։ Խաչիկ Մանուկյանը բացառել է համագործակցությունն իշխող ուժին եւ նրան հարող արբանյակներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Վաղաշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընդհանուր առմամբ Վաղաշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, խոստացել են լուծել համայնքի խնդիրները։ Բայց ինչ ակնկալիքներ ունեն բնակիչները նոր համայնքապետից։ Մեր նկարանող խումբն է Վաղաշապատում հարցախույզ իրականացրել։ Տեսնենք, թե ինչ են ասում բնակիչները։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք։ Նայած ով կանցնի, ամեն դեպքում նայած ով կանցնի։ Ձեր թեկնածուից, որին ընտրել։ Իմ թեկնածուից ակնկալիք ունենք։ Լավ, դեպի լավ, էլի, որ ամեն ինչը դեպի լավ գնա։ Անպայման։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ուղղակի մասնակցելու եմ, ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Ոչ։ Մեր համար մեկ է։ Ինչ քաղաքացիություն չունեմ։ Բայց կարող եք մասնակցել։ Եթե արցախցի եք, կարող եք մասնակցել։ Չեմ ան, բայց չեն թողնում այս մասնակցեք։ Ինչու։ Եսի։ Դիմել եք, ասել են դուք չեք կարող ընտրել։ Չեք դիմել, ինչի պետք է ես դիմեմ։ Դե քաղաքում շատ բան կանել է, եթե կարողանան։ Ամեն ինչն էլ կիսատ պրատ է։ Շատ բան կա։ Թեկնածուներից որևէ մեկը կկարողանա փոխել։ Դեռ չէ որոշել։ Անպայման։ Ոնց կլեջ մասնակցենք։ Իսկ ինչ ակնկալիքներ։ Այդ ակնկալիքները վաբշե չեմ կարող ասեմ, որովհետև ինչ ասում են, այն չեն անում։ Մեզ համար արդեն մեկա ով գլե։ Անպայման։ Կները գեշտապում են։ Լավ բաներ։ Ամենալավը։ Այդ որն է։ Որ ամեն ինչ լավ լինի։ Օրինակ ինչ փոփոխություն լինի։ Դե ես չգիտեմ, իրանք գիտեն ինչ փոփոխություն կանեն, ուզում եմ ասեմ։ Փոփոխություն կուզեիք որ լինի։ Ինչ էլ անեն լավ է, էլի, ինչ ասեմ։ Թող հաղթի այն մարդը, որը լավ փոփոխություններ կբերի, ժողովրդի համար լավ կլինի։ Ոչ։ Ինչու։ Դե համար որ 50 տարի ասում եմ մի բան, ոչ մի բան չեն համաձայնում, ում հավատամ, ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկ։ Հա։ Իսկ ինչ կուզեիք որ փոխվեր։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Քուջան, ամեն ինչն էլ փոխվել է, լավ է։ Անպայման։ Իսկ ինչ կուզեիք փոխվեր։ Ինչ ակնկալիք ունեք։ Երկիրը վերականգնվել։ Ես ուրիշ ոչի բանի չեմ ուզում։ Երկիրը դեպի լավը գնա։ Խաղաղությունն էլ երկրում, բայց ոչ ես տեսակ չիմանալով խաղաղությունն դե պատերազմա։ Ում ասես են գտա, բացեք քպեիք, քանդողները պետությունը, կուսակցանը։ Չգիտեմ։ Երևի թե ակնկալիքներ չունեք։ Չէ, հաստատ չէ, որովհետև ոչ մի անգամ չեղե որ սպասելիքները արդարացվել է, հաստատ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ գործընկերները վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերում են ամենաթարմ տեղեկությունները հայտնելու համար։
Այս ժամի համար առանձնացրել ենք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, մեր հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։